Վերադարձանք ու ինչպես խոստացել ենք, մենք պատրաստ ենք արդեն դիմավորել մեր այսօրվա վերջին հյուրին, բայց խոսելու ենք շատ կարևոր թեմաների շուրջ, թե ովքեր են հայերը, չէ, առաջի հերթին որ գալիս են, դա միակ ամենալավ տարբերակը նա է, երբ որ դու ցույց ես տալիս քո երկիրը, քո մարդկանց, քո խոհանոցը, քո հյուրասիրությունը, քո մշակույթը, քո պատմությունը, իսկ դա զբոսաշրջության մեծ ծրագիր է շատ հաճախ պետք լինում, որպեսզի մենք կարողանանք ճիշտ կերպ դասավորել այո գրաֆիկը, նաև ճիշտ կերպ կարողանանք ներկայացնել։ Եվ այս ոլորտում վերջին տարիներին շատ մեծ արդյունքներ ենք մենք գրանցում, ինչի հաշվով մենք շատ ուրախ ենք եւ ողջավորված բարբերաբար ներկայացնում ենք ձեզ։ Այսօր նույնպես ելնելս, քանի որ մենք ունենք շատ հետաքրքիր նորություններ։ Նորություններից մեկը այն է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում նաև բժշկական զբոսաշրջությանը։ Այո։ Ինչ է սա իրենից ենթադրում եւ ինչպես ենք մենք դիրքավորվում զբոսաշրջության բժշկական ուղղության քարտեզի վրա, կիմանանք հենց հիմա, որովհետեւ մեր տաղավարում է Լուսինե Գևորգյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում նորից տեսնել։ Դե ինչ, սկսենք այնտեղից, որ այս անգամ ինչ նորությամբ ենք հանդես գալիս, շնորհիվ որ փոքր ինչ մենք փոքրացինք ներկայացնել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք հետևողական եք եւ իսկապես հանրայինը շատ մեծ ուշադրություն է դարձնում զբոսաշրջությանը եւ թեմա առ թեմա փառատոների մասին ենք խոսել այս տաղավարում, տարբեր մեծ համերգների մասին ենք խոսել եւ հիմա մեր ուշադրության կենտրոնում է նաեւ ռազմավարությամբ նախատեսված բժշկական զբոսաշրջությունը, որի հանրահռչակման համար այս տարի զբոսաշրջության կոմիտեն ՄԱԿ տուրիզմի հետ համատեղ, ՄԱԿ զբոսաշրջության հետ համատեղ նախատեսում է իրականացնել միջազգային ֆորում։ Նախորդ տարի մենք հայաստանյան ֆորում իրականացրեցինք Վանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտում, ներկային էկոնոմիկայի նախարարը, առողջապահության նախարարը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը եւ բժշկական կենտրոններ, զբոսաշրջային օպերատորներ, ապահովագրողներ, իրավաբաններ, մենք փորձեցինք վերհանել ներուժը հայկական բժշկական զբոսաշրջության եւ ինչպես նաեւ խոսել խնդիրներից, որովհետեւ ոլորտը մեզ մոտ արագ է զարգանում, բայց իր հետ բերում է բազմաթիվ հարցեր, որոնք մենք ուզում ենք իհարկե կանոնակարգենք եւ Հայաստան եկող զբոսաշրջիկին կամ ինչպես բժիշկներն են ասում, պացիենտին տալ լավ ծառայություններ, սկսած օդանավակայանից, հյուրանոցից բժշկական կենտրոն, հետո նորից հյուրանոց, հետո վերականգնման փուլ, ճանապարհորդություն, հետո նորից հյուրանոց եւ օդանավակայան, այսինքն մենք ուզում ենք շղթան ամբողջականացնել եւ այս ամբողջ շղթայում տալ մեկ արժեք, մեկ պայմանագրով։ Սա մեր նպատակն է։ Այսինքն պայմանագիր պետք է ունենա նաեւ։ Զբոսաշրջիկը պայմանագիր է կնքում։ Ինչ ճանապարհով իմանում, ինչ ընտրություն ունի, կամ նրան ինչ է հարկավոր, գուցե նրան բացառվում է այդ ամենը։ Ես ուզում եմ, բայց շատ քիչ է իմ ցանկությունը, նաև պետք է կարողանամ ես օգտվել այդ ամեն ինչից։ Շատ հետաքրքիր եւ բարդ հարց եք բարձրացնում։ Բժշկական ծառայությունների համար Հայաստան գալիս են մարդիկ հիմնականում հետևելով Instagram-յան հայտնի բժիշկների էջերին, տարբեր այլ հրապարակումներին կամ կարդում են որևէ հիվանդի ստացած լավ ծառայության մասին։ Մեծ հեղինակություն են վայելում հատկապես էսթետիկ պլաստիկ վիրաբուժության համար Հայաստան եկող զբոսաշրջիկների շրջանակում այս ծառայությունները եւ նաեւ իմպլանտոլոգիա ատամների հետ կապված եւ ստոմատոլոգիան, որը նույնպես բավականին մաչելի եւ մրցունակ է մեր տարածաշրջանի համար Հայաստանում գները։ Մենք ուզում ենք, որպեսզի ոչ միայն այսպես ասած ներողություն բառի համար սարաֆան ռադիո բերանից բերան իրար ասելով թե որ բժիշկն է լավ, որն է վատ կամ որի ծառայություններից չարժի օգտվել, մենք ստեղծել ենք մի բազա, մի շտեմարան, որտեղ մտնելով բժիշկը, պացիենտը, ինչու՞ չէ նաև զբոսաշրջային ծառայություն մատուցող ընկերությունը գտնեն այդ լավագույն ծառայությունները։ Նախորդ տարվանից սկսած հայ-ամերիկյան ընկերության հետ, որը զբաղվում է ծրագրավորմամբ, մենք ստեղծում ենք Մեդեյեմ հարթակը։ Մեդեյեմ հարթակը միտված է լինելու դառնալ հենց այդ շտեմարանը եւ ինքը կարելի ասել արդեն պատրաստ է, որտեղ մենք բոլորս եւ հիվանդը եւ բժիշկը կգտնեն լավագույն բժշկական կենտրոնները, կգտնեն լավագույն բժիշկներին,
այս հարթակի ստեղծման ուղղությամբ մենք սերտ աշխատում ենք առողջապահության նախարարության հետ, քանի որ գիտենք, որ բժշկության եւ ընդհանրապես առողջության լիազոր մարմինը դա առողջապահության նախարարությունն է։ Եվ այդ հարթակում կհայտնվեն Հայաստանի Հանրապետության կողմից հավաստագրված, լիցենզավորված բժշկական հաստատությունները եւ բժիշկները։ Եվ արդեն այստեղ մենք կունենանք այդ երկկողմ պայմանագիրը, որը կպաշտպանի թե բժշկի շահերը, թե հիվանդի շահերը, որովհետև հանուն արդարության ասենք բժիշկներն են խոցելի, որովհետև շատ հաճախ անգամ տրամադրելով լավագույն ծառայություններ հիվանդների կողմից ստանում են դժգոհություններ, բողոքներ, ընդհանուր մինչև դատարան, մենք ուզում ենք, որ մեր բժիշկները նույնպես պաշտպանված լինեն եւ երկկողմանի ծառայություններից հետո եւ զբոսաշրջիկը հեռանա բավարարված եւ տեղում մասնագետը լինի իր ծառայությունից, իր ստացած գումարներից բավարարված։ Այս ծրագիրը ենթադրում է նաև փոխգործակցություն գործընկեր պետությունների հետ, այն երկրների հետ, որտեղից ակնկալվում են ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ, ինչպես է նաև պլանավորվում այս աշխատանքներն իրականացնել, ինչ արշավների տեսքով։ Արդեն հիմիկվանից արդեն մեկ ամիս է։ Մենք նամակներ ենք ուղարկում տարբեր միջազգային կառույցների, մասնավորապես ինչպես նշեցի, ՄԱԿ զբոսաշրջության գրասենյակը եւ ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղարը հաստատել է, որ մեր ֆորումը կանցկացվի Հայաստանի պաշտոնական լոգոյի եւ ՄԱԿ-ի պաշտոնական լոգոյի ներքո։ Սա տալիս է վստահություն մեզ ասել, որ իրապես ֆորումը կանցնի բարձր մակարդակով։ Մենք ակնկալում ենք Հայաստանում տեսնել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ունեն բժշկական ոլորտում հաջողված փորձ եւ տեսնել այն երկրների ներկայացուցիչներին, որտեղից պարբերաբար մեծ հոսքեր են գալիս զբոսաշրջիկների ստանալու նման ծառայություններ։ Մասնավորապես ուզում եմ ընդգծել Ռուսաստանը։ Հիմա նկատում ենք, որ կապված որոշակի սահմանափակումների հետ Հայաստանը դարձել է շատ ակտիվ բժշկական ծառայություններ մատուցող երկիր, մասնավորապես ինչպես արդեն նշեցի, էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժության ոլորտում։ Նախորդ տարի մենք ազատականացրեցինք վիզաները 5 Պարսից ծոցի երկրների համար՝ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Բահրեյնը։ Եվ հիմա նկատում ենք, որ այդ երկրների ռեզիդենտները, որոնք ապրում են այդ երկրներում, բայց չունեն պետական ապահովագրություն, նույնպես գալիս են Հայաստան ատամնաբուժական ծառայություններից օգտվելու եւ տարբեր վիրահատական միջամտություններ անելու։ Այսինքն ծոցի երկրները նույնպես մեր թիրախն են եւ մենք ակնկալում ենք, որ այս իրանական պատերազմական իրավիճակի խաղաղություն հաստատվելուց հետո ավելի շատ զբոսաշրջիկներ կգան Հայաստան։ Իրանից նույնպես կունենանք, այո։ Հետաքրքիր է նաև, որ բժիշկներ կամ բժշկական հաստատությունները ինչպես կարող են ձեզ հետ համագործակցել։ Կամ կան չափորոշիչներ, թե ոչ։ Դուք եք ընտրում լավ բժիշկ է սա, թե վատ բժիշկ է սա, մեր ծրագրին հանկարծ չխանգարի, եթե վատն է իհարկե։ Ինչպես արդեն նշեցի, մենք չունենք այդ ներուժը եւ փորձում ենք հավասարաչափ բաշխել բոլոր գերատեսչությունների վրա իրենց պատասխանատվությունը։ Ճիշտ է, մենք ստանձնել ենք եւ մեր ռազմավարության մեջ գրել ենք, որ պետք է զարգացնենք բժշկական զբոսաշրջությունը, բայց մենք չենք կարող օրինակ հարթակի մեջ ավելացնել մի բժշկական կենտրոն, որովհետեւ չունենք այդ գիտելիքները։ Այդ մասով մեզ շատ աջակցում է առողջապահության նախարարությունը եւ իրենք նույնպես ներգրավված են մեր բոլոր ծրագրերի մեջ, օգտվելով առիթից բոլոր բժիշկներին, բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին ուզում եմ հրավիրել էկոնոմիկայի նախարարություն մայիսի 8-ին այս միջազգային համաժողովին ընդառաջ մենք հանդիպում ենք նախաձեռնել, որպեսզի խոսենք ոլորտի ներկայացուցիչների հետ, հասկանանք նրանց պահանջները, որովհետև իրականում իրենք ամենալավը գիտեն, թե ինչպես է պետք դա անել, ինչ են ակնկալում մեզանից, ինչպես նաև մենք արդեն համագործակցում ենք բժշկական զբոսաշրջության համաշխարհային ասոցիացիայի հետ։ Գաղտնիքը ինչումն է։ Ցանկացած ասոցիացիա, միջազգային ասոցիացիա ունի, այսպես ասած, գնորդների կամ անգլերեն ասած բայերների մեծ ցանց, որոնք ուղղորդում են տարբեր երկրներ հիվանդներին։ Մեր նպատակն է համաշխարհային ասոցիացիայի հետ մեկտեղ եւ նաեւ
Հայաստանում վերջերս գրանցված բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի հետ դառնալ այդ մեծ խաղի մի մասնիկը, որովհետև եթե մենք ունենք լավ բժշկական ծառայություններ, եթե մենք ունենք լավ հյուրանոցային ծառայություններ, տուրօպերատորներ լավ տուրեր կկազմակերպեն, մենք պետք է ուղղակի դա փաթեթավորենք եւ այս փաթեթները հրամցնենք միջազգային հանրությանը։ Ահա այս դերն է ստանձնել զբոսաշրջության կոմիտեն։ Արդեն 1 ամիս է։ Չէ, արդեն 1 տարի է։ 1 տարի։ Նախորդ տարվանից ենք սկսել շատ ակտիվ այս ուղղությունը զարգացնել եւ նկատում ենք որոշակի հաջողություններ։ Մենք վստահ ենք, որ 1 տարի էլ անցնի, հաստատ արդեն լրիվ այլ հարթակի կբարձրանա այս հաջողությունը եւ այդ հարթակի մասին նույնպես առիթներ կունենանք մեր տաղավարում հանդիպել զրուցել, բայց նախքան այդ ես վստահ եմ, որ հեսա գալիս է արդեն լավ շրջանը, որ նույնպես դուք նորություններով հանդես վստահ եմ կգաք։ Ուղղակի անկախ բժշկական туриզմից ուզում եմ ասել, որ այս տարին արդեն սկսվել է աննախադեպ հաջողություններով զբոսաշրջային բում է Հայաստանում հունվար ամսին 38% աճ են գրանցել, սա չլսված բան է, որտեղ հունվարը կարելի ասել ցածր սեզոնին անջան կամ ինչպես ոլորտի մարդիկ են ասում, մեռած ամիս է, այո, հետո շարունակաբար աճում են, իսկ վերջերս ես կարդացի եւ իմ էջում հրապարակել եմ ռուսական Aeroflot-ի մայիսյան ամրագրումների մասին վիճակագրությունը։ Երևանը 3-րդ տեղում է գտնվում, չինական 2 քաղաքներից հետո եւ ընդհանրապես ԱՊՀ-ում մեկ էլ իրենց ցանկում Բելոռուսն է։ Ես կարծում եմ, որ այս հետաքրքիր գայթակղիչ փակագծերը չբացելու համար մենք ստեղծենք եւս մեկ հնարավորություն հանդիպենք այդ արդյունքներն ամփոփելու համար մինչեւ ամառ, մինչեւ տուրիստական սեզոն եւ հետո արդեն նաեւ տուրիստական սեզոնի համար։ Շատ շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ ձեր արած աշխատանքի համար եւ ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Եվ հաճելի հանգստյան օրեր։ Արժևում հանգստյան օրեր։ Այո։